Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի բակում վաղ առավոտից ոստիկանական ուժեր են բերվել, այդ թվում ոստիկանության նորաստեղծ գվարդիայից ստորաբաժանումներ։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է մոտ 1 հատորանոց միջնորդություն ներկայացնել նիստի ընթացքում։ Փաստաբան Արամ Վարդևանյանը պատականություն չի համարել, որ նույն օրը քննվում են Սամվել Կարապետյանի կալանքի ու հեծին լիցենզիայի զրկելու Այսօր ժամը 10:00-ին ստացվում է այստեղ մենք ունենալու ենք կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդության քննություն, իսկ ՀՑԿՀ-ում կրկին ժամը 10:00-ին Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքին վերաբերող հարցի վերաբերյալ քննություն։ Նույն օրը, նույն ժամին կարծում եմ սա առավել քան խոսուն է, եթե հետ գնանք, որ երկու հանգամանքներն էլ ենթակա են մերժման։ Թե ՀՑԿՀ-ում ներկայացված վարույթի շրջանակներում դիրքորոշումն է ենթակա մերժման, որովհետև իրապես որևէ մի ընկերություն չկա, որտեղ խախտումներ չլինեն, բայց խախտում, որը ենթադրի լիցենզիայի զրկում, սա մենք խոսում ենք արդեն աբսուրդի տիրույթում, պարզապես համեմատական անցկացրեք Veolia ջրի հետ կապված խախտումներին եւ ոչ մի վարույթ չկա դրա դեպքում։ Եվ իհարկե նաեւ այս միջնորդությունն էլ ակնհայտորեն ենթակա է մերժման։ Այն պետք է մերժված լիներ ի սկզբանե, բայց ունենք մի աբսուրդ, որ այն տևում է արդեն 5 ամիս, բայց ամեն ինչն էլ ունի սկիզբ եւ վերջ։